Բարև ձեզ, այս կարճ տեսանյութը ստեղծվել է մի պարզ, բայց կարևոր նպատակի համար։ Քաղաքագիտությունը և դրա առանձին դրույթները դարձնել առավել հասկանալի, հետաքրքիր և կիրառելի, հատկապես ուսանողների, ինչպես նաև քաղաքագիտությամբ հետաքրքրված այլ շրջանակների համար։ Նախ նշենք, որ շատ հաճախ քաղաքականություն ընկալվում է կամ չափազանց բարդ, կամ չափազանց պարզեցված կերպով։ Մեկ դեպքում այն կարող է մարդուն համար թվալ ինչ-որ հեռու և անհասանելի երևույթ։ Մյուս դեպքում կարող է սահմանափակվել միայն նորություններով և առօրյա քննարկումներով։ Սակայն քաղաքագիտությունը որպես գիտություն մեզ առաջարկում է այլ բան։ Այն օգնում է հասկանալ համակարգերը, տեսնել օրինաչափությունները և մտածել առավել խորքային կամ առավել վերլուծական հարթության մեջ։ Այս շարքի կարճ մի քանի րոպեանոց տեսանյութերում մենք միասին կփորձենք բացատրել քաղաքագիտության հիմնական գաղափարները պարզ, բայց նաև ակադեմիական ճշգրտությամբ։ Այս առումով, եթե ձեզ հետաքրքիր է ոչ միայն ինչ է կատարվում, այլ նաև ինչու է դա կատարվում հարցի պատասխանը, ապա կարծում եմ դուք ճիշտ տեղում եք։ Հետևաբար, եթե տեսանյութի ավարտին հավանեք նման ձևաչափով ներկայացվող բովանդակությունը, ապա կխնդրեմ հավանել տեսանյութը և սեղմել բաժանորդագրվել կոճակը, հնարավորության դեպքում նաև տարածել, ինչը ազդակ կլինի այս շարքը շարունակելու համար։ Եկեք սկսենք։ Մեր առաջին տեսանյութի թեման քաղաքական գաղափարախոսությունն է։ Պատկերացնենք երկու մարդ, որոնք նայում են նույն իրավիճակին, բայց արդյունքում գալիս են ամբողջովին տարբեր եզրակացությունների։ Նրանցից մեկը ասում է. պետությունը պետք է ավելի ակտիվ միջամտի տնտեսությանը, շուկային, սոցիալական ոլորտին կամ հասարակական նշանակություն ունեցող այլ հարցին։ Մյուսը վստահ է, որ պետությունը պետք է նվազագույն դեր ունենա։ Ինչու են նրանք այդքան տարբեր մտածում։ Պատասխանը շատ հաճախ մեկն է՝ քաղաքական գաղափարախոսությունը։ Այս համատեքստում քաղաքական գաղափարախոսությունը կարելի է հասկանալ որպես գաղափարների, արժեքների և պատկերացումների համակարգ, որը բացատրում է ինչպես պետք է կազմակերպված լինի հասարակությունը, ինչ դեր պետք է ունենա պետությունը մասնավորապես անհատի և հասարակության կյանքում, և ինչն է համարվում ճիշտ կամ արդար քաղաքականության մեջ։ Այլ կերպ ասած, գաղափարախոսությունը յուրատեսակ քարտեզ է, որի միջոցով մարդիկ փորձում են կողմնորոշվել քաղաքական աշխարհում։ Իսկ ինչու է գաղափարախոսությունը այդքան կարևոր։ Պատասխանը կարող է լինել հետևյալը. որովհետև շատ հաճախ այն ազդում է մեր, այլ մարդկանց, այդ թվում որոշում կայացնողների կարծիքների և ընդունված որոշումների վրա։ Այսպես, արդյոք հարկերը պետք է բարձր լինեն, թե ցածր։ Պետությունը պետք է վերահսկի տնտեսությունը, թե ոչ։ Կամ որքանով պետք է կառավարությունը միջամտի շուկային։ Սեփականության որ ձևը պետք է գերակայող լինի։ Եվ վերջապես, որքանով պետք է պաշտպանված լինեն անհատի իրավունքները։ Այս բոլոր հարցերի պատասխանները հաճախ կախված են ոչ թե միայն փաստերից, այլ այն բանից, թե ինչ արժեքներ ենք մենք առաջնահերթ համարում։ Վերոնշյալի համատեքստում ամենահայտնի կամ թերևս ամենատարածված գաղափարախոսություններից են ազատականությունը կամ լիբերալիզմը, պահպանողականությունը կամ կոնսերվատիզմը, սոցիալիզմը և վերջինիս առանձին ուղղություն համարվող սոցիալ ժողովրդավարությունը կամ սոցիալ-դեմոկրատիան։ Այս առումով նշվածներից յուրաքանչյուրը առաջարկում է իր պատասխանները նույն հարցերին։ Օրինակ, լիբերալիզմը մեծ կարևորություն է տալիս անհատի ազատությանը, մինչդեռ սոցիալ-դեմոկրատիան, ի տարբերություն առավել արմատական սոցիալիզմի տեսակի, որն է կոմունիզմը կամ համայնավարությունը, ընդունում է մասնավոր սեփականության և ազատ շուկայական մեխանիզմների արդյունավետությունը, հետևաբար փորձում է համատեղել ազատությունը և սոցիալական հավասարությունը։ Այստեղ կարևոր է հասկանալ, որ սրանք պարզապես տեսություններ չեն։ Դրանք իրականում ձևավորում են քաղաքական որոշումներ, համապատասխան մոտեցումներ և բնականաբար քաղաքականություն։ Այստեղ հարկ է ընդգծել մեկ շատ կարևոր հանգամանք։
Միշտ չէ, որ մարդիկ գիտակցում են, որ իրենց դիրքորոշումը տեղավորվում է այս կամ այն գաղափարախոսության շրջանակներում։ Շատ հաճախ մարդիկ ունեն որոշակի պատկերացումներ, ձևավորված դիրքորոշումներ, աշխարհայացք կամ մոտեցումներ, առանց դրանք կոչելու լիբերալ կամ պահպանողական։ Այնուամենայնիվ, այդ պատկերացումները արդեն իսկ արտացոլում են որոշակի գաղափարախոսական մոտեցում։ Ինչու է սա հատկապես կարևոր ուսանողների եւ առավել լայն իմաստով երիտասարդների համար, որովհետեւ սա օգնում է չընդունել քաղաքական հայտարարությունները զուտ մակերեսային կերպով։ Երբ անհատը հասկանում է, ճանաչում է գաղափարախոսությունները, նա սկսում է տեսնել, թե ինչ արժեքների վրա է հիմնված տվյալ կարծիքը կամ դիրքորոշումը, ինչ տրամաբանություն կա դրա հետևում եւ ինչ հետևանքներ այն կարող է ունենալ։ Այս ամենը արդեն վերլուծական մտածողության մակարդակ է։ Այսպիսով, եկեք ամփոփենք. քաղաքական գաղափարախոսությունը պարզապես տեսություն չէ։ Քաղաքական գաղափարախոսությունը այն շրջանակն է, որի միջոցով մարդիկ հասկանում եւ մեկնաբանում են քաղաքական իրականությունը։ Հետևաբար, քաղաքական կարծիք լսելիս հարկ է հարցով տրվել, թե ինչ գաղափարախոսություն կարող է կանգնած լինել դրա հետևում։ Եվ հենց այս պահին սկսվում է իրական քաղաքական մտածողությունը։ Այսքանը, շնորհակալություն, առողջ եղեք։